327 կիլոգրամ մարիխուանայի հայտնաբերում կանաբիոնիդներից կախվածություն ունեցող ավելի քան 4000 քաղաքացի։ Ոստիկանության և կախվածությունների ազգային կենտրոնի 2024 թվականի վիճակագրական տվյալներն են։ Ոստիկանությունը թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի բացահայտման մասին ավելի ու ավելի հաճախակի է հաղորդում։ Ներքին գործերի նախարարությունից փոխանցում են, Հայաստանի տարբեր շրջաններում մշտապես տարածված են եղել բնական ծագման թմրամիջոցներ, կանեփը և մարիխուանան։ Տարածումը կապված է կանեփի աճեցման հետ, իսկ մարիխուանան ստանում են հենց այդ բույսից տնային պայմաններում։ Մարիխուանան օգտագործել եմ, բայց ոչ մի ծանր բան ես երբևիցե չեմ օգտագործել։ Իսկ դու կարծում ես, որ Հայաստանում պետք է դա լինի օրինական։ Այո, ես կարծում եմ, որովհետև կա, բայց օրինական չի։ Կա, եւ օրինական չի, եւ դա շատ ավելի մեծ ռիսկեր է իր մեջ պարունակում մարդկանց առողջության։ Հնար չի պայքարել այդ անօրինականի։ Դե աշխարհը չի կարող դրա դեմ պայքարի։ Մարիխուանան դռներ է բացում ավելի ծանր թմրամիջոցների անցնելու համար, ասում է Առողջապահության նախարարության կախվածությունների ազգային կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գայանե Վարդազարյանը։ Անձնական փորձը բոլորիս ինքը փաստում է, որ բոլոր մարդիկ, ովքեր ունեն կախվածություն ծանր թմրամիջոցներից, իրենք սկսել են մարիխուանայից։ 2024 թվականի տվյալներով կենտրոնում հաշվառված է թմրամիջոցներից կախվածություն ունեցող 7500 մարդ։ Մասնագետն ասում է, մարիխուանայի մեկ անգամյա օգտագործումն անգամ անկանխատեսելի հետևանքներ կարող է ունենալ։ Մեր դիրքորոշումը կտրականապես մենք դեմ ենք օրինականացմանը, միանշանակ։ Դա նույնիսկ մենք որևէ տարբերակով չենք էլ քննարկում, որ հնարավոր կարող է լինել այսօր Եվրոպական այն երկրներում, որտեղ ելի եմ կրկնում լեգալիզացվել է, այդ լեգալիզացիայի հիմնավորումները, որ ինքը անօրինական շուկայից գալիս է օրինական, ինքը դառնում է ավելի վերահսկելի, տարիների փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դա այդպես չի։ Այն, որ մարիխուանայի շրջանառության ծավալները Հայաստանում մեծացել են, փաստում է վիճակագրությունը։ Վերջին 10 տարիներին Հայաստանում առգրավվել է 608 կիլոգրամ մարիխուանա։ Եթե 2023-ին իրավապահ կառույցն առգրավվել է 52 կիլոգրամ մարիխուանա, ապա 2024-ին առգրավված այս տեսակի թմրամիջոցը 6 անգամ ավելի է եղել՝ շուրջ 327 կիլոգրամ։ Այս տարվա առաջին եռամսյակում առգրավվել է ավելի քան 102 կիլոգրամ մարիխուանա։ Կանաբինոիդները առաջացնում են հոգեկան ոլորտի տարբեր փոփոխություններ, սկսած հուզական, բանականության, տագնապային խանգարումներ, պարանոիդ մտքեր, այսինքն զառանցական խանգարումներ կարող են առաջանալ, ինչպես նաև կանաբինոիդների գործածումը թեկուզ էպիզոդիկ ինքը կարող է առաջացնել այսպես պրովոկացիոն մեխանիզմ հանդիսանալ գոյություն ունեցող հոգեբուժական խնդիրների սրման համար։ Կենտրոնում մտահոգվում են, վերջին տարիներին հանրությունը սկսել է մեղմ վերաբերվել մարիխուանայի օգտագործմանը։ Նշում են, պացիենտների հարազատները երբեմն ասում են, խոտը ոչինչ, փոշին է վտանգավոր։ Մասնագետը շեշտում է, բոլորն են վտանգավոր, ոչ ոք չի կարող ասել, թե մեկ բույսից հավաքված զանգվածում որքան է կազմում ազդող նյութը։ Հայաստանում թմրանյութի ճիրաններում հայտնված երիտասարդների թմրամիջոցների տարածման դեմ պայքարի և այդ ճանապարհին հանդիպող խոչընդոտների մասին Factor TV-ն ահազանգել էր իր թակարդ 420 ֆիլմում։ Ֆիլմում թմրամիջոցների կախվածությունից բուժում ստացող երիտասարդները պատմում են իրենց փորձառության և դրա հետևանքների մասին։ Եթե դու տարվար նարկոտիկով, եթե դուք սկսեցիք արդեն օգտագործել նարկոտիկ, անկախ քեզանից քո ամենաթանկ մարդը քո աչքի գրողը կդառնա հիվանդ ժամանակդ։ Ես չէի կարում դաժե խոսայի ու չէի կարում քնեի այդ հոգեկան ապրումները ոնց որ մեկը քեզ հետևում է հիվանդացա մի քանի ամիս հիվանդանոցում հասկացրեցի հետո նենց եղավ որ ընտանիքիս հետ խնդիրներ Մարիխուանայի օգտագործումն օրինականացված է աշխարհի ավելի քան 30 երկրում։ Դրանց մեծամասնությունում այն օգտագործվում է բժշկական նպատակներով։ 2013-ին Ուրուգվայը դարձավ առաջին երկիրը, որն ամբողջությամբ օրինականացրեց մարիխուանան։ Այդ երկրի յուրաքանչյուր չափահաս քաղաքացի իրավունք ունի ամեն ամիս ձեռք բերել 40 գրամ մարիխուանա։ Իսկ օրինակ ԱՄՆ-ում մարիխուանայի օրինականացումը տարբերակված է, որոշ նահանգներում օրինական է, իսկ որոշներում ոչ։ 2018-ին հարևան Վրաստանը ևս օրինականացրեց մարիխուանայի
օգտագործումը։ Վրաստանը հիմնավորեց, որ այն անձի ազատ զարգացման իրավունքով պաշտպանված գործողություն է եւ չեղարկեց մարիխուանայի օգտագործման համար պատիժը։ Արդյոք կգա ժամանակ, երբ Հայաստանը մարիխուանան կօրինականացնի։ Կարծում եմ, որ այո կգա։ Ոնց որ սաղ աշխարհում։ Իսկ ինչպես են քաղաքացիները վերաբերվում մարիխուանայի տարածմանն ու պատրաստ են արդյոք դրա օրինականացմանը։ Դա ամենամեծ սխալն է։ Իրանք նախ օգտագործող են, իրանք կիմանան, ոնց վերահասկեն, ոնց փակեն։ Չարիք է դա։ Ցանկացած տեսակի թմրանյութ է։ Թվում է շատ վատ է, որ ինչ-որ երկրում տարածվի դա, որովհետև ամեն դեպքում դրա հետևանքները շատ վատ են ու անխուսափելի։ Եթե բժշկական բժշկության հետ կապված է կողմ եմ, եթե ոչ։ Ոչինչ չի կարող օգնել դա։ Անհնար է։ Видимо, իրանք օգտագործում են ու ուզում են իրանց համար լեգալացնել դա։ Դեր շատ լուծելիք հարցեր ունենք նախքան գնանք այդ բաներու մասին խոսել, ուրեմն այդ է պատասխանս։ Դե տարածված է, հա, համաձայն եմ, տարածված է, բայց դե չգիտեմ, պետք է իրանք չօրինականացնեն, խստացնեն ամեն ինչ, որպեսզի կարողանան այդ ամեն ինչի դիմացը մի բան դնել, պատշարել, այսպես ասած։ Չնայած Հայաստանում մարիխուանայի օրինականացման թեման պետական պաշտոնյաների մակարդակով երբեմն քննարկվում է, սակայն դրա օրինականացման վերաբերյալ օրենսդրական նախագծեր եւ պաշտոնական հարցումներ քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում չեն ստացվել։ Ոստիկանությունը այդ հանգամանքով է պայմանավորում այլ երկրներում վերահսկողության կազմակերպման մեխանիզմների եւ ռիսկերի չեզոքացման միջոցների վերաբերյալ ուսումնասիրություն չանցկացնել է։ Հայաստանը մշակել է թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի գործածման եւ ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարություն։ Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, այն ավարտուն փուլում է։ Քրեական օրենսգրքի համաձայն էլ իրացման նպատակով թմրամիջոցների ապօրինի տարածումը պատժվում է 3-ից 6 տարվա ազատազրկմամբ։ Ըստ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի առանց բժշկական նշանակության թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր գործածելն առաջացնում է 100-ից 200,000 դրամ տուգանք։ Նույն արարքը 1 տարվա ընթացքում կրկին կատարելու դեպքում տուգանքը կազմում է 200-ից 400,000 դրամ։